Խորհրդարանական ընտրություններում քաղաքական այլ ուժի հաղթանակի դեպքում Հայաստանը աշնանը պատերազմի մեջ կներքաշվի, շարունակում է վախեցնել Հայաստանի քաղաքացիներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի ղեկավարման 8 տարիներին, ինչպես նկատում են վերլուծաբանները, 3 լայնամասշտաբ ռազմական գործողություններ են տեղի ունեցել, հայկական կողմը հազարավոր զոհեր է տվել, հանձնվել է Արցախը, օկուպացվել են Հայաստանի տարածքներ։ Հունիսին սպասվող ընտրություններում իր գլխավոր մրցակիցներին կառավարության ղեկավարն անվանում է պատերազմի կուսակցության ներկայացուցիչներ։ Այդ բոլոր ուժերը ըստ էության հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ, անխուսափելի։ Ընդ որում ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ աշնանը, ես վերլուծում եմ, չէ՞, տեքստերը ինչ են ասում։ Այդ բոլոր ուժերը, եթե անհրաժեշտ է անուններն էլ կտա, հստակ, մի մասը ենթադրում եմ չի էլ հասկանում ինչ ասում, բայց իրենք պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ ծանր հետևանքներով։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռևս առկա են խոչընդոտներ, արձանագրել է Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունը իր հրապարակած տարեկան զեկույցում։ Ինչպես հաղորդում է Ազատություն ռադիոկայանը, որպես հիմնական խնդիր կառույցը մատնանշում է Բաքվի պահանջը փոփոխություններ կատարել Հայաստանի սահմանադրության մեջ։ Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պնդել, որ Երևանը պետք է փոփոխի մայրօրենքը, հեռացնելու այն հատվածը, որը նրա խոսքով ենթադրում թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Ամերիկյան հետախուզության գնահատմամբ դա կպահանջի սահմանադրական հանրաքվե Հայաստանում, որի դրական ելքը երաշխավորված չէ։ Իրանը հարվածել է Քուվեյթում ամերիկյան բազաներին։ Որոշ աղբյուրների համաձայն պայթյուններն այնքան հզոր են եղել, որ հստակ լսվել են Իրաքի սահմանային շրջաններում։ Սա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոստացած գործողությունն է, ճշմարիտ խոստում 4-ը, որի 63-րդ ալիքը ողջ գիշեր կրակի տակ է պահել ոչ միայն Իսրայելը, այլ նաև տարածաշրջանի մի շարք երկրներ։ ԱՄՆ ազգային հակաղաբեկչական կենտրոնի նախկին տնօրեն Ջո Քենթի նկատմամբ հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն է սկսել։ NBC News-ի տվյալով նա կասկածվում է գաղտնի տեղեկության արտահոսքի համար։ Հատկանշական է, որ հետաքննությունը սկսվել էր դեռևս նախքան Քենթի աղմկահարույց հրաժարականը։ Նա հեռացել էր պաշտոնից բողոքելով իրանական հակամարտության դեմ։ Հայտնի մեկնաբան Թաքեր Կարսոնին տված հարցազրույցում Քենթը խստորեն քննադատել է Թրամփի վարչակազմի քաղաքականությունը, ըստ նրա Իրանն անխուսափելի սպառնալիք չէր եւ կոչ էր արել նախագահին փոխել որոշումը։ Քենթի խոսքով Ալի Խամենեի սպանությունը մեծ սխալ էր։ Նա պարզաբանել է, որ հոգեվոր առաջնորդ իրականում զսպում էր միջուկային ծրագիրը եւ թույլ չէր տալիս զենք ստեղծել։ Ազգային հակաղաբեկչական կենտրոնի նախկին տնօրենը նաեւ զգուշացրել էր, որ առաջնորդի սպանությունը միայն կհամախմբի իրանցիներին նոր այաթոլլայի Խամենեի որդու շուրջ։ Բացի այդ, նա նշել է, որ սպանված Ալի Լարիջանին փորձառու բանակցող էր, ով իրականում ձգտում էր ԱՄՆ-ի համար ձեռնտու համաձայնության հասնել։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին խստորեն քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, նրան մեղադրելով երկակի ստանդարտների համար։ X-ի իր էջում Արաղչին նշել է, որ Մակրոնը ոչ մի կերպ չի դատապարտել Իրանի դեմ Իսրայելի եւ ԱՄՆ-ի պատերազմը։ Ըստ նախարարի, Ֆրանսիայի նախագահը լռել է նույնիսկ այն ժամանակ, երբ Իսրայելը պայթեցրել է Թեհրանի վառելիքի պահեստը, միլիոնավոր մարդկանց ենթարկելով թունավոր նյութերի ազդեցության։ Արաղչին շեշտել է, որ Մակրոնի ներկայիս չակերտավոր մտահոգությունը հաջորդել է ոչ թե Իրանի գազային օբյեկտների վրա Իսրայելի հարձակմանը, այլ Իրանի հակահարվածին։ Ցավալի է, շեշտել է Արաղչին։ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտնել էր, որ գազի արդյունահանման օբյեկտներին հասցված հարվածներից հետո հեռախոսով խոսել է Կատարի էմիրի եւ Դոնալդ Թրամփի հետ։ Մակրոնն առաջարկել է սահմանել մորատորիում, ժամանակավորապես դադարեցնել հարձակումները էներգետիկ եւ ջրամատակարարման օբյեկտների նկատմամբ։
Առավոտը բարի չէր Իսրայելի համար։ Ողջ գիշեր հրթիռակոծությունների անդադար ալիքի ենթարկվելուց հետո Իսրայելի անգամ օկուպացված տարածքները ենթարկվում են հրթիռակոծության։ Սա Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոստումն է իրենց զոհված ղեկավարների համար։ Հրթիռակոծության թեժ կետերից է Թել Ավիվը։ Համացանցում տարբեր օգտատերեր հրապարակել են խոճապար փախչող ժողովրդի, հաջորդաբար ընկնող կասետային ռումբերի կադրեր։ Իդեպ կասետային ռումբերը վերջին 1 ժամվա ընթացքում ամենակիրառված զինամթերքն են։ Աբու Դաբիի կառավարության հաղորդակցության գրասենյակն էլ հայտնել է Հաբշանի գազի օբյեկտներում եւ Բաբ հանքավայրում պայթյունի ու հրդեհի մասին։ Այս ամենին զուգահեռ Իրանի փոխարտգործնախարարը գիշերը հանդես է եկել հայտարարությամբ։ Մեջբերում առավոտյան Ռամադանի պատերազմում նոր գլուխ կբացվի։ Մենք նախկինում հայտարարել էինք, որ եթե մեր ենթակառուցվածքները հարձակման ենթարկվեն, մենք կարվածենք սիոնիստական ռեժիմի, նկատի ունենալով Իսրայելը եւ ԱՄՆ-ի ենթակառուցվածքներին։ Մեջբերման ավարտը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար անակնկալ է եղել Իսրայելի հարավային Պարսի վրա հարձակվելու ծրագիրը, իսկ Կատարը պարզվում է ներգրավված չի եղել։ X-ի իր միկրոբլոգում Թրամփը խոստացել է, թե Իսրայելը այլևս չի հարձակվի այս օբյեկտների վրա, բայց Վաշինգտոնը կարող է նման միջոցներ ձեռնարկել Իրանի անհիմն հարձակումների դեպքում։ Իսրայելի 12-րդ ալիքը հաղորդել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իրանի հրթիռային հարվածների հետևանքով 11 մարդ է սպանվել։ Մինչդեռ իրանական լրատվամիջոցները հակադարձել են, պնդելով, որ զոհերի թիվը հայտարարածից ավելի մեծ է։ Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթի բնակավայրի վերևում, գրել է The Washington Post-ը։ Վարչակազմի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ անանուն մնալով հայտնել են, որ ԱԹՍ-ներ նկատվել են վերջին 10 օրվա ընթացքում։ Աղբյուրներից երկուսի խոսքով այս ամենը Սպիտակ տան վարչակազմին դրդել է քննարկել Ռուբիոյի եւ Հեքսեթի տեղափոխման հարցը։ Ռազմածովային ուժերը պատրաստ են հզոր պատասխան տալ Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում թշնամու ցանկացած հնարավոր սադրանքի, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Հայտարարությունում նշվում է, որ լայնածավալ գործողության շրջանակներում ոչնչացվել են ԱՄՆ ռազմաբազաներ եւ հիմնական օբյեկտներ։ ԻՀՊԿ ուժերը կենտրոնացած են ոչ միայն ցամաքում, այլ նաեւ ծովում, արժանի պատասխան տալու ամերիկա-իսրայելական ուժերին։ Նշենք նաեւ, որ այս մասին իրանական ուժերը հայտարարել էին դեռ պատերազմի առաջին օրերին։ Մեջբերում ռազմածովային ուժերը պատրաստ են պաշտպանել իսլամական հայրենիքի ծովային սահմանները եւ հակազդել ցանկացած թշնամիների հնարավոր սադրանքների Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում։